մեր պրակտիկայում sense բան չի եղել, էլի ասեմ։ Դե նախնական վարկածով ասում ենք կայծակի հետևանք, բայց դեպի ուսումնասիրությունները բարձ կլինի, ուսումնասիրություններ արտակարգ իրավիճակների նախարարությունն է իրականացնում իրենց հաշտագիտների կողմից, բայց թե ինչի հետևանք հա, թե ինչ ա եղել, ոնց ա եղել, ոչ մի ինֆորմացիա սպան չկա։ Ինքը ճանապարհի բանուկ հատվածն է, ուղղակի կամուրջը կառուցված է դաշտամիջյան աշխատանքները կատարելու համար, գյուղտեխնիկա տեղափոխելու համար բանի, ընդհանրապես կամուրջի ներքևի հատվածը, ներքևի ճանապարհը դրա համար է օգտագործվում։ Ամենակարևորը հեծանները պատրաստել։ Հիմա ներկա մոմենտին այդպես հեծաններ չկա, տեղացի հեծաններ չկա։ Այս նայած երկու կազմակերպել, որ հիմնարկը պետք է սարքի, ապահովկա է չկա։ Երեկ երեկոյան ժամը 19:26 նախնական տեղեկատվությամբ կայծակի հարվածից ունենք այն պատկերը, ինչ հիմա տեսնում եք, կամուրջը կարելի ասել ամբողջությամբ կամուրջի մի երթևեկելի գոտին ենթակա չի հեսպային շահագործման։ Նախնական տպավորությամբ պիտի ժամանակավոր լուծման ձևը առաջինը որոշենք, թե ոնց են երթևեկությունը վերականգնում, հեսպային այստեղ երթևեկությունը իրականացվում է հանդիպակաց մեկ երթևեկելի գոտիով, որից հետո արդեն հնարավորինս կարճ ժամկետում մեր նախնական ունեցած տպավորությամբ պիտի կամուրջի վերակառուցման նախագիծ պատվիրենք եւ ոչ ավանդական մրցույթային գործընթաց իրականացնենք հրատապությունը հաշվի առնելով եւ անցնենք շինարարության փուլ։ Մեր փորձը նախկինում այս մասով նախադեպ չի ունեցել այսպիսի դեպքի, որ կայծակի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում կամուրջ կամ ճանապարհի խոշոր հատված վնասվի, բայց կամուրջները վերակառուցելու փորձ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի, աշխատանքը մեզ համար նոր չէ, Հայանիստում նախորդ տարի ունեցել էինք էլի փլուզված կամուրջ, որը շատ արագ վերականգնեցին երթևեկության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհը կարևոր նշանակություն ունի, զբոսաշրջային նշանակության պայմանավորված նաեւ ամռան ամիսներին այստեղ երթևեկությունը ավելի է ինտենսիվանում, այնպես որ հնարավորինս արագ ժամկետում կանցնենք շինարարական աշխատանքներին եւ վերականգնման գործընթացը ամբողջությամբ կանենք։ Ինչ տարբերակով կանենք, դա կլինի վերակառուցում, թե գոյություն ունեցող կամուրջը կքանդենք եւ նորը կկառուցենք, ցույց կտա ուսումնասիրությունը։ Հիմա դեպարտամենտի գործընկերներին արդեն հանձնարարված է արագ ուսումնասիրություն իրականացնել եւ մասնագիտական կարծիք տալ։ Մեր ունեցած տեղեկատվությամբ վիրավորներ չենք ունեցել, իսկ երկու մեքենաները տեսակ ինչ վիճակում են։ Կարևոր ճանապարհները պիտի բերենք երթևեկելի լավ տեսքի, որը մի տարի ու կես տոններ արդեն ընդդիով տանք։